Եվ այսօր 100 տարիներ ետք հայ ժողովրդին վերաբրող զավակները Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեջ միասնական ոգիով և միական կամքով եկան հիշեցնելու ցեղասպանին և համայն մարդկության, թե նոր սերունդը բանջարդեր է, ան չմոռացած իր նահատակները, անոնց սրբազան գդակը ու կբահանջե ճանաչում և հատուցում ի նպաստ հայ ժողովրդին արդար իրավունքներուն վերադիրացման։ 1.5 միլիոն մեր նահատակներուն դիմաց մեր երախտագիտական խոսքը կուղենք այն բոլոր պետություններուն, նահանգներուն, քաղաքներուն, գազམ་ագերբություններուն և անհատներուն, որոնք խիզախաբար ու վեհորեն ջանցան հայոց ցեղասպանությունը և դատապարտեցին հայասպանության չարդարար հեղինակները։ Հատկապես սրտապուխ մեր շնորհակալական և երախտագիտական խոսքը կուղենք դիեզերական կաթողիկ եկեղեցիին Ֆրանցիսկոս սրբազան քահանայապետին, որ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի մեջ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ Պատարագին ընթացքին, ուր ներկա էր հայոց եկեղեցին իր 3 հարանվանություններով, ազգով և պետությամբ, իլուր երկրաքունթին լրատվամիջոցներուն, արդարացիորեն սահմանեց 20-րդ դարասկիզբին Օսմանյան կայսրության հայերուն դեմ գործադրած ոճիրը որպես առաջին ցեղասպանություն։